Առավոտյան լավ լուր։ Թրամփը վերջին 1 ժամվա գրառումներով արդեն խաղաղություն է տոնում։ Չնայած Իսրայել-Իրան հակամարտության ավարտի համար բազում խորքային նախադրյալներ են անհրաժեշտ։ Թրամփը գրել է. «Մեծատառերն ըստ իր գրառման։ Շնորհավորում եմ բոլորին։ Իսրայելի և Իրանի միջև ամբողջությամբ համաձայնեցված է, տեղի է ունենալու ամբողջական և անվերապահ հրադադար։ Մոտավորապես 6 ժամից, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց ընթացիկ վերջին գործողությունները, որը կտևի 12 ժամ։ Այդ պահից պատերազմը կհամարվի ավարտված։ Պաշտոնապես հրադադարը կսկսի Իրանը, իսկ 12-րդ ժամից հետո Իսրայելը և 24-րդ ժամի ավարտին ամբողջ աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի ավարտը։ Յուրաքանչյուր կողմի հրադադարի ընթացքում մյուս կողմը կմնա խաղաղ և հարգալի։ Ելնելով այս ենթադրությունից, որ ամեն ինչ կընթանա ինչպես պլանավորվել է, և դա այդպես էլ կլինի, ցանկանում եմ շնորհավորել երկու երկրներին՝ Իսրայելին և Իրանին, համբերության, քաջության և խոհեմության համար, որոնք օգնեցին ավարտին հասցնել այն, ինչ պետք է անվանել 12-օրյա պատերազմ։ Սա մի պատերազմ էր, որը կարող էր տևել տարիներ և կործանել ողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք էլ չի լինի։ Թող Աստված օրհնի Իսրայելին, թող Աստված օրհնի Իրանին, թող Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, թող Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգները և թող Աստված օրհնի ամբողջ աշխարհը։ Ամբողջական մեջբերեցի ԱՄՆ նախագահ Թրամփի գրառումը, որպեսզի ընդհանուր վստահության մակարդակը պարզ լինի։ Մեզ մնում է միայն հուսալ, որ հրադադարն իրապես կայուն կլինի և այս մղձավանջը կավարտվի Հայաստանի համար մինիմալ տնտեսական վնասներով և ոչ ավելին։ Facebook-յան իր էջում գրում է Ազգային ժողովի նախկին падգամավոր Գայանե Աբրահամյանը։ Արցախը զոհաբերելու Լավրովյան հանճարեղ արտաքին քաղաքականության հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանն արդեն հրապարակայնորեն մատ է թափ տալիս Մոսկվայի վրա, իսկ Միջինասիական հանրապետությունները խորացնում են իրենց ռազմական ու տնտեսական կապերը Թուրքիայի հետ, բազմաթիվ հարցերում հակադրվելով Ռուսաստանին և քայլ առ քայլ դուրս գալով նրա ազդեցության գոտուց։ Իրանի և զուգահեռաբար և անխուսափելիորեն նաև Հայաստանի կործանումը Ռուսաստանը պարզապես չի մարսի և ինքը կարող է դառնալ հաջորդ բարեհաջող որսը։ Հետգրություն. Չինաստանն էլ շատ բան ունի կորցնելու՝ նավթային հոսքեր Իրանից, թուրանական հովերի ներքո ույղուրական անջատողականության ակտիվացում Սինձիանում, Պարսից ծոցի երկրներում իր դիրքերի թուլացում և այլն։ Բայց ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանն այդ հարվածները մի փոքր ավելի ուշ կստանա, քանի որ ավելի հեռու է։ Հնդկաստանին չեմ անդրադառնում, քանի որ այն վաղուց ի վեր լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ընդդեմ Պակիստանի։ Աշխարհաքաղաքականությունը խճճված է Արևմտյան Ասիայում։ Երբ օրվա ընթացքում ստիպված ես հայացքդ կտրել պատերազմական իրադարձությունները լուսաբանող միջազգային լրահոսից և վերլուծություններից, և աչքդ ընկնում է հայկական քաղաքական դաշտում շարունակվող թամաշային խրախճանքներին, առաջին տպավորությունն այն է, թե սա իրականություն չէ, այլ ինչ-որ գիտաֆանտաստիկ ուտոպիա, մի փչացած, ճռռացող կարուսել, որը ոչ մի կերպ կանգ չի առնում։ Իսկ այդ կարուսելի շուրջն ընկնում են հրթիռներ, պայթում են շենքեր, դատարկվում են քաղաքներ։ Կարուսելի ուղևորները ոչինչ չեն նկատում։ Հայհոյում են միմյանց, հետո գրկախ առնվում, նորից հայհոյում, կենացներ խմում և այդպես շարունակ։ Հայկական քաղաքական դաշտը իր ներկա այլասերված տեսքով վերականգնման ենթակա չէ։ Այն պետք է պարզապես կանգնեցնել և ապա մոնտաժել։ Այդ դաշտում գործող կերպարների մի մասին հարկ է ուղարկել ուղղիչ աշխատանքների, ոմանց բանտ, մյուսներին օգտակար մասնագիտություն սովորելու։ Իսկ այդ վայրում պետք է ստեղծվի բոլորովին նոր, հայկական կառույց, պատասխանատու գիտակից և հայրենաշունչ մասնակիցներով ու ղեկավարներով, որոնք տեսնում են իրականությունը բաց աչքերով, ովքեր հասկանում են, որ պատերազմը ոչ թե լեզվակռիվ է կամ սերիալ, այլ հարց երկրիդ լինելու, թե չլինելու մասին։ Ճակատագրի հեգնանքով Իրանն իսրայելական լայնածավալ հարձակման է ենթարկվել խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի կողմից Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության պայմանագրի վավերագիրը ստորագրելու հաջորդ օրը, թերևս ժամեր անց։
Այդ իրողությունը լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է պատահական զուգադիպություն համարել։ Մանավանդ, որ ռուս-ամերիկյան և իրանա-ամերիկյան բանակցություններն ընթանում էին գրեթե սինխրոն, իսկ Միացյալ Նահանգների նախագահը բացահայտել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին խնդրել է օգտագործել Իրանի նկատմամբ ազդեցությունը, որպեսզի վերջինս համաձայնի միջուկային գործարքի ամերիկյան պայմաններին։ Ռուսաստանի նախագահը փորձել է կատարել Դոնալդ Թրամփի խնդրանքը։ Այդ մասին տեղեկություն չկա, բայց փաստ է, որ վերջին առնվազն 2 տարիներին Վլադիմիր Պուտինն Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի հետ շփումներ չի ունեցել։ Համենայն դեպս այդ մասին հրապարակային տեղեկատվություն չի տարածվել։ Միջուկային գործարքի ամերիկյան պայմաններին Իրանում հավանություն կարող էր տալ մեկ անձ, դա իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին է, ով բանակցությունների 5-րդ փուլից հետո պարզորոշ հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին վստահել չի կարելի։ Հունիսի 17-ին ԱՄՆ նախագահ Թրամփը բացահայտել է, որ վերջին հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին խորհուրդ է տվել զբաղվել Ռուսաստանով, դադարեցնել պատերազմը, նոր մտածել Մերձավոր Արևելքում միջնորդության մասին։ Արձագանքելով այդ տեղեկատվությանը, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն ասել է, թե Թրամփի խոսքը պետք է հասկանալ որպես պատկերավոր արտահայտություն, թե ինչն է այդ հստակ ձևակերպման մեջ պատկերավոր, մնում է անհասկանալի։ Բայց նույն օրը Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա լրատվամիջոցների ղեկավարների հետ, որտեղ արդեն հնարավոր չէր ճակատային հարցից խուսափել։ Ռուսաստանն ինչ աջակցություն է ցուցաբերում ծանրագույն վիճակում հայտնված ռազմավարական դաշնակից Իրանին, ինչին Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ մասնագետները Բուշերի ատոմակայանի շինարարությունը չեն լքել։ Միթե դա աջակցություն չէ, հռետորական հարցադրում է արել նա և հավելել. ըստ էության այդ աջակցության համար Իրանը չի էլ դիմել, իսկ մեր գնահատականը հայտնի է։ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահի և Իսրայելի վարչապետի հետ հեռախոսազրույցներում Իրանի դեմ հարձակումը դատապարտել է, այն որակել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում, բայց դա ընդամենը հայտարարություն է։ Իսկ ռուսաստանցի մի քանի փորձագետներ շատ անկեղծորեն ասում են, որ իսրայելա-իրանական պատերազմը Ռուսաստանին ձեռնտու է։ Ամենից առաջ քաղաքական առումով, որովհետև ուկրաինական նախադեպը հակակշռվում է իսրայելական ագրեսիայով։ Ռուսաստանը չի կարող Իրանին ուղղակի ռազմական աջակցություն ցուցաբերել անկախ հնարավորություններից և լոգիստիկայից։ Պատճառը պարզ է, դա կարող է բերել ուկրաինական պատերազմի հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշման արմատական փոփոխությանը։ Փաստացի Վլադիմիր Պուտինը լսել և ընկալել է Թրամփի խորհուրդը։ Հունիսի 18-ին նա հայտարարել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման պատրաստակամության մասին։ Պուտինը հիշեցրել է Ուկրաինայի հարցով Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները, որ սակայն Արևմուտքը չի կատարել։ Ինչ ենթատեքստ ունի այդ հիշեցումը, մանավանդ որ նա ակնարկել է, որ եթե այն ժամանակ ԱՄՆ նախագահը Թրամփը լիներ, խնդիրը գուցե կարգավորվեր խաղաղ բանակցային ճանապարհով։ Ըստ երևույթին Իրանի շուրջ իրավիճակին ռազմական միջամտություն չցուցաբերելու դիմաց Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփն Ուկրաինայի կողմից պատերազմին չի ներգրավվի։ Բայց Իրանը կմոռանա, թե վատ դաշնակցին ինչն էր խանգարում։